Նախագահի թեկնածուների թիվն այսօր հասավ 6-ի։ Կեսօրին կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց Արամ Հարությունյանը։ Ազգային համաձայնություն կուսակցության առաջնորդը նախագահի փորձառու թեկնածու է։ Ընտրապայքար է մտնում 3-րդ անգամ։ Նրա գնահատմամբ այս ընտրությունները եզակի են այն իմաստով, որ չկա ընդդիմադիր հաղթող թեկնածու։ Որովհետև շատ ժամանակ, երբ որ ասենք այդպիսի մեկը լինում է, ժողովուրդը, ասենք ընտրողներն ասում են, մենք քեզ կտայինք ուղղակի, քանի որ ավելի մեծ շանս ունես, ինչը մենք տալիս ենք նրան, որպեսզի փոփոխություն լինի կամ հակառակը, որպեսզի փոփոխություն չլինի։ Իսկ հիմա ձայները կբաշխվեն հիմնականում այնպես, ինչպես նախապատվությունների։ Եվ ես համոզված եմ, որ եթե, ինչպես ասում են, իշխանությունները համը չհանեն, երկրորդ փուլ հաստատ է լինելու։ Եվ դուք եք լինել երկրորդ փուլ։ Ես կուզենայի ես լինել եւ համոզված եմ ով էլ լինի ընդդիմադիր թեկնածուին ես կպաշտպանեմ դրանից, թե ես չլինեմ։ Այդուհանդերձ նախագահի թեկնածուն Սերժ Սարգսյանին չի համարում իր հիմնական մրցակիցը։ Եթե ասենք 5 տարվա ընթացքում, ասենք բոլոր ոլորտներում մենք ծախողումներ ենք ունեցել, այդ իմաստով մրցակից չէ։ Եթե վարչական ռեսուրսը չաշխատի, չեմ կարծում, որ ասենք ինքը այդքան մեծ շանս ունի։ Նաև մենք տեսանք, որ նախագահը չունի հենարան, նախագահի հենարանը կարելի ասել Սամվել Ալեքսանդյանն է, Մհեր Սեթրակյանն է։ Ինչի համար պիտի իշխանությունը ժողովուրդը ձայն տա Սերժ Սարգսյանին։ Ես ուղղակի չգիտեմ ոնց պիտի հիմնավորեմ։ Եթե առաջին 5 տարին տվել էին ավանսով, ապա մենք տեսանք, որ այդ ավանսը չարդարացեց։ Սերժ Սարգսյանը վատ նախարար չի եղել, բայց ինքը շատ վատ նախագահ է։ Ազգային համաձայնություն կուսակցության ղեկավարը բացում է փակագծերը։ Խորհրդարանական ընտրություններից առաջ առաջարկ է ստացել հանրապետականի ցուցակով պատգամավոր դառնալ, բայց մերժել է եւ հիմա իր հիմնական առավելություններից է համարում քաղաքական ճամբարներ չփոխելը։ Վայելում է արդյոք երկրորդ նախագահի աջակցությունը հարցին Արամ Հարությունյանը պատասխանեց. Ես Քոչարյանի մարդը չեմ, միևնույն ժամանակ չհերքելով, որ համակրում է Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանը համենայնդեպս 3 նախագահներից այն մարդն էր, որը երբեք իր դիրքերը չլքեց, այսինքն ինքը նույն հոկտեմբերի 27-ի ժամանակ կանգնեց պետության կողքը, այն իմաստով պահեց պետականությունը։ Մարտի 1-ին, ասինքն ինքը շատ բան իրեն են վերագրում, բայց կներեք ամենակիչ մեղք ունի 3 նախագահներից մարտի 1-ի համար Ռոբերտ Քոչարյանը, ասենք ինքը համենայնդեպս ամենամեծ շանսը ուներ եւ հիմա էլ ունի, այսինքն հաղթելու, որովհետեւ իր առաջադրման դեպքում հարցը միանգամից մի փուլով կփակվի։ Արամ Հարությունյանից բացի այս պահի դրությամբ հանձնաժողով փաստաթղթեր են հանձնել գործող նախագահ հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը, անկուսակցականներ Մհեր Հայրապետյանը եւ Վարդան Սեթրակյանը, ով որպես էպոսագետ է հայտնի։ Այսօր երեկոյան էլ առաջադրվեց նաեւ Ռադիոհայի տնօրեն քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը։ Ես վաղուց էի որոշում կայացրել քաղաքական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ եւ այսօր ստեղծվել է այնպիսի իրադրություն, երբ իմ կարծիքով կա պահանջարկ նոր գործիչների։ Մենք տեսնում ենք, որ դասական դիմադիր ուժերը հետ են կանգնել այսօր մրցակցությունից, չեն ընդունել ձեռնոցը, որը որ հանրապետական կուսակցությունը իրենց նետել է, եւ այստեղ ընդունում է այդ ձեռնոցը, այդ դեպքում հանրությունը, թե ոչ։ Անդրեաս Ղուկասյանը սպասելու է մինչև թեկնածությունների պաշտոնական հաստատումը եւ եթե հանձնաժողովը գրանցի գործող նախագահին որպես նախագահի թեկնածու, ապա Ղուկասյանը միջոցներ է ձեռնարկելու, որպեսզի չեղյալ հայտարարվի Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Մենք պահանջով ենք հանդես գալու անվավեր ճանաչել այդ հաստատումը, եթե մեր պահանջը չկատարվի, այդ դեպքում մենք բոլոր ջանքերը մեր ուղղելու ենք նրան, որ միջազգային դիտորդների առաքելությունը Հայաստանում կասեցնի իր աշխատանքը եւ ընտրությունները չստանան միջազգային լեգիտիմացման բաղադրիչներ։ Առաջադրումները կավարտվեն հունվարի 4-ին։